Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Քանի որ հարցեր հնչեցին, ես կարճ ուղղակի անդրադառնամ հարցերին։ Տիկին Ղազարյան, անմիջական ղեկավարները ինքնուրույն չեն գնահատելու ծառայողների աշխատանքը, ինչու, որովհետև մենք թվային պլատֆորմով ենք նախատեսում գնահատումն իրականացնել եւ այսուհետ կապված չի լինելու անձի գնահատումը իր ղեկավարի սուբյեկտիվ ընկալումներից եւ եթե բարեք ամեն ինչ նորմալ է արել, ըստ կշիռների գնահատվել է, ավտոմատ թիվը դուրս է բերվելու։ Ատեստացիայի մասով կատարողական ատեստացիա հարաբերակցության տեսանկյունից մանրամասներին անդրադարձա, ես կարծում եմ, որ ծառայողները առավելագույնս կօգտագործեն այս հնարավորությունը, որպեսզի կատարողականի գնահատման շրջանակներում ավելի լավ հանդես գան եւ ատեստավորման փուլում շատ ավելի լավ դիրքերում որպես այդպեսին լինեն։ Հավելավճարի չափերի առումով այս պայծրության փոփոխություններ չունենք, որովհետեւ այն ինչ որ նախատեսված է կառավարության որոշմամբ դա պահպանելու ենք, բայց հարգելի գործընկերներ պիտի ընդունենք, որ մենք անընդհատ պիտի անդրադառնանք աշխատավարձային քաղաքականությանը, որովհետեւ պիտի շարունակաբար դեպի վերև կարողանանք բարձրացնել ծառայողների սոցիալական երաշխիքներ եւ սա եւս անմասն չի կարող մնալ այս ընդհանուր քաղաքականությունից։ Ոստիկանների պատրաստվածության մասով լրիվ համաձայն եմ, պարոն Բագրատյան, դրա համար է, որ մենք տարեկան վերապատրաստումներն ենք դարձրել պարտադիր, որովհետեւ երբ որ մենք նկատում ենք խնդիր, պիտի դա լուծենք, որովհետեւ դա ուղիղ ազդեցություն ունի ոստիկանության նկատմամբ վստահության ցուցանիշի վրա եւ ես ուզում եմ ուրախությամբ փաստել, որ 2026 թվականի փետրվարին, երբ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակեց սոցիալական հարցման արդյունքները, ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է, հասնելով 61%-ի, սա պարտավորեցնող գնահատական է եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս ցուցանիշը պահպանվի։ Բարեկային ծառայողներ, վարորդներ, հաղորդակցության մասով, պարոն Ազարյան, աշխատանքի տեղ դեռ ունենք, ես որևէ ձևով սա չեմ հերքում եւ հենց կատարողականի գնահատման համակարգը եւս թույլ կտա ավելի չափելի կերպով անդրադառնալու այս վարքագծին եւ գնահատականներ տալու նաեւ այս տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Փրկարար ծառայողներին, պարոն Դանիելյան, եթե ես ճիշտ եմ հիշում, արդեն ստորագրել եմ ձեզ ուղարկվող գրությունը, որտեղ որ նկարագրված է փրկարարների մասով ատեստավորման ընդհանուր պատկերը։ Ժամանակացուցային առումով այո, մի փոքր դանդաղել ենք, որովհետև մի պահ կանգ էինք տվել process-ը, ինչու, որովհետև կառավարության որոշման կտրվածքով փոփոխություններ էինք անում, որ process-ն ավելի թափանցիկ դառնա։ Տեսաձայնագրառում, կազմը հանձնաժողովային եւ այսպես շարունակ, բայց արդեն մեկնարկել են ատեստավորման process-ը, կարծում եմ մեր ծառայողները որևէ խնդիր այս տեսանկյունից չեն ունենա եւ ճիշտ եք փաստում, որ փրկարարների դեպքում կա մտահոգությունը, որ աշխատավարձային քաղաքականությունը ոչ պատշաճ է գուցե թե, բայց ատեստավորման կտրվածքով բավական բարելավել ենք այս դիրքերը, բայց ես համաձայն եմ, որ մշտապես կարիք կա դեպի վերև աճ ունենալու աշխատավարձային քաղաքականության, ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներում տրանսպորտային միջոցների օգտագործմանը, մի փոքր բարդ խնդիր է, բայց մենք պատրաստական ենք համատեղ դիտարկելու, մանավանդ որ բարեկային ծառայության նոր պետ ունենք, կարող եք հանգիստ հաղորդակցվել եւ միասին հասկանանք նաեւ այս մասով ոսկե միջին լուծումը որպես այդպեսին, որովհետև վստահ եմ տեղյակ եք, թե ինչ էլեմենտներ կան ընդհանուր եւ հարգելի գործընկերներ, շնորհակալություն կրկին շնորհավորանքների համար եւ նաեւ կառուցողական քննարկման համար։